Փառք Տիրոջը 7-րդ օրվա համար։ Հարգելիներս, մինչև խոսքի անցնելը մի հետաքրքիր մեջբերում եմ ուզում անել Աստվածաշնչից։ Փառք Տիրոջը, որ կա իր խոսքը, Աստվածաշունչը, հուշումները։ Հետաքրքիր մի պահ, երբ որ Իսրայելի ժողովուրդը ուտում էր մանանան, ամեն անգամ ուտում էր և հետաքրքիր է, մանանայի անունը հետևյալն էր, ինչ է սա։ Տեսնում ենք, երբ որ եկավ մի ժամանակ և նրանք շատ կերան մանանան և ասեցին մեր անձը հոգնեց այս մանանայից, բայց գրքի հեղինակ ասում է, երբ որ ասեցին մեր անձը հոգնեց այս մանանայից, ասում է, բայց մանանան, միտեղ ասում է յուղով էփված գաթայի նման էր, մի ուրիշ տեղ ասում է մեղրով եփված մանանայի նման էր։ Փառք Տիրոջը, ինչու մեջ բերեցի, որովհետև հաճախ կարող ենք լսել նույն բանը լսեցինք, բայց ինչպես Պողոսը կասեր, մեր հովիվը հաճախ է մեջբերում այս խոսքը, նույն բանը ասել ինձ համար ձանձրություն չէ, բայց ձեզ համար ապահովություն է։ Եկեք բացենք մեր սիրտը Սուրբ Հոգու առաջ, որովհետև ցանկացած Աստծո խոսքից ուսուցում առած մարդ կարող է վկայել ու ասել ինչ որ գիտեմ, այն գիտեմ, երբ Սուրբ Հոգին կպավ իմ սրտին։ Հարգելիներս, այս օրերում ամենահաճախակի հնչող հարցերից մեկը հետևյալն է. ինչ է լինելու։ Եվ հաճախ մեզ հավատացյալներից կարող են այս հարցը տալ, բա ինչ է լինելու։ Կարծում եմ մեծագույն խնդիրներից մեկը բոլոր ժամանակներում եղել է տագնապը, վախը։ Եկեղեցին էլ զերծ չի այս խնդրից, մեզ վրա էլ է անդրադառնում այն, ինչ կատարվում է մեր շուրջը, բայց ի տարբերություն աշխարհի, մեր հույսը պետք է լինի կամ կա ամենակալ Աստվածը, ամեն։ Այստեղ պետք է հիշատակեմ մի խոսք, որ լսել եմ այստեղից մեր հովից։ Կորոնավիրուսի ժամանակներում մեր հովիվը մի հետևյալ արտահայտություն արեց, որ ինձ համար ֆունդամենտալ և հիմնավոր խոսք է։ Դա հետևյալն էր. եթե կա իրավիճակ, որտեղ Տիրոջ խոսքը, Տիրոջ որոշումը ամենագլխավորը չէ, ուրեմն նա Աստված չէ, փառք նրան։ Իսկ նրա խոսքը ինչ է ասում իր որոշումների և մտածումների մասին։ Երեմիա 29:11-ում ասում է. որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարոյության խորհուրդները և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ Եվ այսօր միասին կխոսենք, թե ինչպես կարող ենք Տիրոջը վստահել կամ ինչպես կարող ենք մեր ապահովությունը գտնել Տիրոջ մեջ։ Նախ մի հետաքրքիր բան, մենք չենք կարող Տիրոջը հավատալ, վստահել ուղղակի հուսալով նրան։ Չենք կարող ուղղակի աղոթել կամ անգամ ծոմ պահել, ջանք անել, որպեսզի նրա հովանու տակ լինենք։ Քիչ հետո մենք խոսքից կնայենք, ինչ ես աղոթում, քո իրավիճակի մեջ որն է քո աղոթքը, իսկ որը Տիրոջ կամքը։ Եկեք նայենք նրա խոսքին։ Սկզբունք նախ, համար 1. Ինչու չենք կարող ուղղակի հուսալ և վստահել նրան, որովհետև նա Տեր է, նա է Տերը։ Եթե ուզում ենք մեր ապահովությունը, մեր վստահությունը նրա մեջ լինի, մենք չենք կարող Տիրոջը ներկայացնել մեր ծրագրերը, մեր որոշումները, մեր նպատակները և ասել Տեր, արի և քո ամենազորությամբ հովանի եղիր, օգնիր, որ այս ամենը կատարածվի,
Ինչու, որովհետև նա է Տերը, նրա անունը Տեր է, ուրեմն եկեք գտնենք նրա կամքը, նրա որոշումը։ Եկեք Սուրբ գրքին անդրադառնանք, ես Սուրբ գրային մի պատմություն կներկայացնեմ ձեզ, այնպես, որ մենք մտնենք այդ օրերի մեջ, այդ իրավիճակի մեջ։ Ես այդ պատմությունը կներկայացնեմ առանց բառացի ընթերցելով այն։ Ելից գիրք։ Ես մի հովվի տղա էի։ Ապրում էինք խաղաղ մեր ժամանակներում, մեր գառներն էինք արածացնում, շատ հրաշալի վայր էր, Նեղոսի ափին, Գեսեմի երկիր, որը ժամանակներում մեր հայրերից Հովսեփը տվել էր մեզ փարավոնի թույլտվությամբ։ Այնտեղ ամեն բան հրաշալի էր։ Մենք արածեցնում էինք մեր գառները, մեր վաստակով վայելում և հրաշալի էր ամեն բան։ Բայց մի օր տարօրինակ բաներ սկսվեցին կատարվել մեզ հետ։ Սկսեցին մեր հայրերին, այսպես ասած, առևանգել, տանել, խիստ աշխատանքների տալ, չարչարել, պահանջում էին, որպեսզի նրանք գնան և աշխատեն, և առանց աշխատավարձի։ Մենք անհանգստացանք այդ վիճակի համար և խնդրեմ, ինչ կաղոթեինք, հարգելի եկեղեցի, Տեր, այս ինչ է կատարվում։ Խնդրում եմ, սիրելի Աստված, խելքը փարավոնի բեր տեղը, այս ինչ է անում մեզ հետ։ Դու մեր Աստվածն ես, մեզ չես թողի այս իրավիճակի մեջ, ամեն։ Եվ մեր աղոթքներին ի պատասխան եկավ մի ուրիշ բան։ Մեր երեխաներին գողանում էին մեզանից, տղա երեխաներին և գետն էին գցում։ Սիրելի Աստված, ինչ էինք աղոթում, բայց ինչ եկավ մեր վրա։ Բայց իմ մեջ մի հարց էր, ինչու Տեր, ինչ իրավիճակ է, որ կատարվում է մեզ հետ։ Եվ այդ մեծ չարչարանքների, դժվարությունների ժամանակ մեզ մի հրաշալի լուր եկավ։ Մխիթարվեք, եղբայրներ, Մովսեսը վերադարձել է։ Նա խոստում ունի, որպեսզի մեզ հանի այս իրավիճակից, ամեն փառք Տիրոջը։ Նա վերադարձել է, մեր Աստված այցելել է մեզ, բարի լուր կա, բայց խնդրեմ, բարի լուրին հաջորդեց մի ուրիշ վատ լուր, այլևս դուք չպիտի աշխատեք այնպես, ինչպես աշխատել եք, այլևս ձեզ հարդ չենք տալու, աղյուսներ սարքելու համար գնացեք և ինքներդ հավաքեք։ Տեր Աստված, այսպիսին է քո այցելությունը։ Մովսես, Ելից գրքում ասում է, նրանք փարավոնի մոտ գնացին և ասին, ինչու ես այսպես անում քո ծառաներին, որովհետև դուք ծույլ եք, ծույլ։ Եվ նրանք դուրս գալով հանդիպեցին Մովսեսին ու Ահարանին ասեցին, Տերը ձեր արժանին տա, որովհետև մեր հոտը գարշելի արեցիք փարավոնի առաջ։ Տեր, այսպիսին է քո այցելությունը։ Հետո ինչ-որ մի բան մխիթարեց մեզ։ Մենք տեսանք շարունակաբար Տիրոջ հրաշքները և հասկացանք, որ Տերը ուզում է այդ հրաշքների միջոցով մեզ դուրս հանել Եգիպտոսից։ Երբ որ իմ մտերիմ ընկերների հետ քննարկեցինք այդ դուրս գալու ժամանակ, ասեցինք, ինչ հարցեր էինք տալիս, ինչու։ Եկ խոստովանենք, եթե այդ հալածանքները չլիներ, մենք ոչ մի կերպ չէինք համաձայնվի թողել Գեսեմի հրաշալի երկիրը և դուրս գալ այդտեղից։ Այն էլ չիմանալով,
թե ուր ենք գնում։ Փաստորեն, միշտ չէ, որ մեր ակնկալիքները, մեր սպասումները համապատասխանում են Տիրոջ ծրագրին, օրհնյալ լինի նա։ Եթե նա հալածանքներ չբերեր, մենք չէինք համաձայնվի դուրս գալ։ Նա գիտի ինչ է անում հակառակ մեր ցանկությունների, սպասումների, օրհնյալ լինի նրա անունը։ Գնացինք, դուրս եկանք։ Ես ուզում եմ մի հետաքրքիր տեղ կարդալ այստեղ։ Ելից 14:1 ասում է. Նախ Աստված առաջնորդում է, Աստված տանում է մեզ, նա գիտի, թե ուր է տանում մեզ, նա գիտի, թե ինչ կարճ ճանապարհով հասցնի մեզ այն երկիրը, որտեղ խոստացավ կաթ ու մեղր բխող, բայց մի հետաքրքիր հարց, ետ դարձեք, պահանջեց Մովսեսը, սիրելի Աստված, մենք ճիշտն ասած գիտեինք, թե դու ամեն բան ճշգրտությամբ ես անում։ Հարգելիներ, եկեք մտնենք խոսքի մեջ, իրականության մեջ։ Պարուր Սևակը մի հրաշալի խոսք ունի, ասում է, կյանքը գրքի նման դու մի կարդա, գրքի նման քեզնից հեռու ինչ որ օտար մարդկանց մասին։ Եթե մեզանից որևէ մեկը, այսպես ասած, քոչ, մի տեղից մի ուրիշ տեղ երբևէ տեղափոխվել է գառով, իր վեշերով, իր կապած, նա լավ գիտի ինչ է նշանակում գնալ հասնել մի տեղ և հետո լսել ետ դարձի։ Ինչու։ Միթե Աստված չգիտեր, որ պետք չէր այսքան տեղ գալ և նորից ետ դառնալ, բայց Եգիպտոսում կատարված դեպքը մեզ մտածելու տեղ էր տալի, նա գիտի, թե ինչ է անում։ Եվ ահա ետ դարձանք, եկանք և կարմիր ծովի ափերի մոտ բանակ տվեցինք ու կանգնեցինք։ Եվ ահա կանգնած և մի հրաշալի լուր, էս ուր եկաք, ահա Եգիպտոսի զորքը գալիս է ձեր վրա, 600 մարտակառքերով, ինչ էլ տեղ եկանք, ինչ էլ տեղ բերեցիր Մովսես, ժողովուրդ աղաղակեց, միթե Եգիպտոսում գերեզմաններ չկար, որ բերեցիր, իսկ ինչու, Տեր, ինչու ետ դարձանք այստեղ, որտեղ պետք է առերեսվեինք մեր թշնամու հետ, ումից մեր կարծիքով ազատվել էինք արդեն, ինչու, և մեր աղաղակը, և Մովսեսի պատասխանը, մի վախեցեք, Եհովան կպատերազմի ձեր փոխարեն, մի վախեցեք, բայց մենք տագնապի մեջ էինք, և մինչդեռ տագնապի մեջ էինք, մի բարի լուր լսվեց, հարգելի ժողովուրդ, ես ուզում եմ լինենք այդ օրերի մեջ, այդքան ժողովուրդ իրենց ոչխարների հոտերով, իրենց վրաններով, երբ որ կանգնեին, այսքան չէինք հասկանում եք, որ մեկս մի բան խոսա և այնտեղից բոլորը լսեն, եթե այդ ժողովրդի մի մասը կանգներ այստեղ, գուցե մի ուրիշ մասը արդեն հասած լիներ մոտավորապես Աբովյան, Մովսեսի խոսքը բոլորին միանգամից չէր կարող հասանելի լիներ, բայց այդ ժամանակ մի հրաշալի լուր լսեցինք, Տերը ամպիսյունով եկել և կանգնել է մեր և եգիպտացիների միջև, փառք նրան, նա չի թողնի, որ մեր թշնամիները մոտենան մեզ, ալելույա, և մի հրաշալի լուր եկավ, ծովափից չվախենաք, ծովը բացվել է և ժողովուրդը անցնում է ծովի մեջով, դատարկ տեղով, ցամաքով, գնացեք, դե շուտ արեք, անցնենք ծովը, փառք Տիրոջը, նա բացել է ծովը, նրա հրաշքները մեզ հետ են, և անցնելու ժամանակ
մենք փառք էինք տալիս Տիրոջ ու ասում էինք. թող անխափան մնա այն ամպը, որը պարիսպ է մեր եւ եգիպտացիների միջև օրհնյալ լինի նա, բայց հարգելիներս մի վատ լուր եկավ նորից այդ պահին, ամպը հեռացել է։ Ինչու՞։ Տեր, միթե ամպի սյունը հեռացնելու ժամանակ գտար։ Միթե դու ուզում ես մեր նիարդերը փորձես։ Դու ուզում ես դեռ փորձել եւ տեսնել, թե ինչքան ենք մենք կարողանում համբերել քո ծրագրերը, մենք չենք հասկանում։ Տեր, ի սկզբանե տարօրինակ էր քեզ հետ քայլելը, ինչու՞։ Ես էլ չգիտեմ, թե ինչու։ Արագ անցեք, շուտ անցեք ծովը, որովհետև ամպի սյունը հեռացել է։ Եվ ամբողջ ժողովրդի մեջ մի հարց էր, ինչու՞։ Տեր, ինչու՞ չպահեցիր ամպի սյունը, մինչև անցնեինք ծովը։ Երբ որ դուրս եկանք, նրանք ծովի մեջ էին, եւ Տերը Մովսեսին ասեց. մեկնիր գավազանդ, թող ջրերը նորից իրենց հունին դառնան։ Երբ որ Մովսեսը մեկնեց, ջրերը իրենց հունին դարձան, մենք այդ ժամանակ ուրախացանք։ Տեր Աստված, ով գիտի քո ծրագրերը, ով գիտի քո նպատակները, օրհնյալ լինի քո որոշումը, օրհնյալ լինի, որ դու չպատասխանեցիր մեր աղոթքին, այն ժամանակ, երբ աղոթում ենք ու ասում ենք, թող ամուր մնա ամպի սյունը մինչև, օրհնյալ լինես դու, որ մեր խնդրանքներին ու փափագներին չպատասխանեցիր, օրհնյալ լինես դու։ Եվ ահա ծովից դուրս եկանք։ Երբ որ ծովից դուրս եկանք, տեսանք եգիպտացիներին խեղդված, մենք շատ ուրախացանք։ Մենք հասկացանք, միմյանց փոխանցեցինք, կիսվեցինք մեր ապրումներով եւ ասեցինք. ինչ հետաքրքիր է, որ մենք այլ բան էինք մտածում, այլ բան էինք սպասում, բայց Տերը իր ծրագիրն ուներ, իր նպատակն ուներ, օրհնյալ լինի նա եւ նրա ծրագիրը, եւ մենք երգեցինք եւ ուրախացանք։ Ժողովուրդները լսում են եւ կսարսափեն։ Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին, այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները, Մովաբի զորավորներին դող է բռնելու, կհալվեն Քանանի բոլոր բնակիչները, ահ ու դող կընկնի նրանց վրա, քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես, մինչև որ անցնի քո ժողովուրդը, ով Տեր, մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար, դու կբերես եւ կտանես նրանց քո ժառանգության սարի վրա, այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակչության համար, ով Տեր, այն սրբարանը, Տեր, որ քո ձեռքը շինեց, Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից։ Մենք ուրախացանք եւ երգեցինք։ Այստեղ գուցե պետք է հիշատակել նաեւ մեր երգերը։ Երբ որ ջրերը բարձրանան, եւ փոթորիկներն ուժեղանան, դու մեզ հետ ես, մենք կսավառնենք, դու մեզ հետ ես, բայց առջևում անապատներ։ Դուրս եկանք ծովից, ինչպես մենք դուրս եկանք մեր մկրտության ավազանից։ Հարգելիներս, ընթերցելով Թվոց 14-ի 44-ը, սա այն հատվածն է, երբ որ Իսրայելի ժողովուրդը վախեցավ մտներ եւ ժառանգեր Քանանի երկիրը, երբ որ Տերը ասեց, դուք 40 տարի հովիվներ կլինեք անապատում, նրանք նախընտրեցին գնալ մարտում, մահանալ, Մովսեսը ասեց, մի գնացեք, մի մարտնչեք, Տերը ձեզ հետ չի եւ խոսքը ասում է, որ
Բայց նրանք հանդգնեցին լեռնային շրջանի բարձրադիր տեղերը բարձրանալ, սակայն Տիրոջ ուխտի տապանակը եւ Մովսեսը չբաժանվեցին բանակատեղից։ Հասկանում ենք, որ արդեն մի որոշակի ժամանակ նրանք եկել էին, այստեղ արդեն կար ուխտի տապանակը։ Իսկ ուխտի տապանակը սարքելու ժամանակ մի շատ կարևոր խոստում էր տրվել մեզ։ Երից 23, 27, 28 Իմ ահը կուղարկեմ քո առջևից և կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ դու գնալու ես, և քո բոլոր թշնամիների թիկունքը քեզ կդարձնեմ, իշամեղուն կուղարկեմ քո առջևից, և դրանք քո առջևից կքշեն խևացիներին, քանանացիներին և քետացիներին։ Խոստում ունեինք, փորձառություն ունեինք, որ Տերը մեզ հետ է։ Եվ ահա եկանք և առերեսվեցինք մի իրականության՝ Քանանի երկիր։ Քանանի երկրի մասին մեր եղբայրները մի լուր բերեցին, մենք երկու ընկերներով մի այլ լուր։ Այն ինչ որ այդ ժամանակներում քննարկվեց մեր եղբայրների կողմից բոլորովին տրամաբանական էր։ Երկրորդ Օրինաց 1:28-33-ի մեջ Մովսեսը կասեր. նրանք մեզանից մեծ և հզոր են, և մի հետաքրքիր բան, և նրանց պարիսպները մինչև երկինք են հասնում։ Ուզում եմ հիշենք Հեսուի գրքից, ինչպիսի պարիսպների մասին էր խոսում Աստվածաշունչը։ Պարիսպներ, որի վրա տուն կար սարքած։ Ռախաբի տունը Բերթի պարիսպի վրա էր։ Խնդրեմ, ընդունեք տրամաբանական պատճառները և հակառակն ասեք։ Լավ, գնացինք, հասանք պարիսպներին, մեր հաջորդ քայլը։ Ուր եք ուզում տանեք մեզ։ Մենք պետք է հիշենք, ընկերներ, որ Իսրայելի ժողովուրդը փորձառություն ուներ, որ Տերը պատերազմեց իրենց փոխարեն, բայց Տերը չէր ուզում այդտեղ պատերազմել նրանց փոխարեն, այլ ուզում էր, որ իրենք պատերազմեին։ Ուզում էր, որ մենք հաղթեինք, ուզում էր, որ մերը լիներ, ինչու։ Տեր չէ, որ մենք միշտ քեզանից նվերներ ենք ուզում, մեզ այս տուր, մեզ այն տուր, մեզ այն տուր, այսպես արա, շատ ժամանակ մեր փոխարեն արա։ Տեր, քո խոսքը մեզ հասկացրու, թեև մենք Աստվածաշունչ ընթերցելու քիչ ժամանակ ունենք։ Տեր, քո ներկայությունը թող չհեռանա մեզանից, ինչ փույթ թե աղոթելու քիչ ժամանակ ունենք։ Տեր, թող այսինչը լինի, այնինչը լինի, բայց նվեր, իմ փոխարեն, բայց Աստված սիրող Հայր է։ Եվ Աստված չի ուզում մեզ ուղղակի նվերներ տալ, որովհետև այն, ինչ որ կարևոր է, Տերը ուզում է, որ մերը լինի, մերը։ Մի հետաքրքիր պատմություն եմ ուզում այստեղ մեջ բերել։ Ես երբ որ նկարչություն էի սովորում, մենք նկարներ էինք անում և բերում էինք քննության համար ներկայացնելու։ Մի աղջիկ կար մեզ հետ սովորող, որ ամեն անգամ նկարը տալիս էր, որ իր մայրիկը անի։ Նա բավականին պրոֆեսիոնալ նկարչուհի էր, և երբ որ բերում էին գործերը հանձնելու, նա պահում էր, բոլորը ուրախանում էին, ծափ էին տալիս, կեցցես, մալադեց, և ինքն էլ ասում էր շնորհակալություն։ Քեզ ինչ, այդ ծափերը քեզ ինչ, այդ ուրախությունները քեզ ինչ, դա քոնը չի։ Եվ Տերը չի ուզում մեզ տալ բաներ, որը մերը չի, այն ինչ որ արժեքավոր է, նա սիրող Հայր է, նա հարգում է մեզ։ Նա հարգում է մեզ և ուզում է, որպեսզի այն, ինչ որ արժեքավոր է, ինչ որ առումով լինի մերը, մեր ձեռքբերումը։
Եվ մի հետաքրքիր բան. ժողովրդի տագնապը ամբողջովին տրամաբանական էր։ Ինչ անենք, երբ որ հարցնենք երկինք հասնող պարիսպներին։ Մի որոշակի ժամանակ հետո, երբ որ Հեսուն արդեն կառաջնորդեր ժողովրդին, ես էլ նրանց հետ էի, մի հետաքրքիր բան լսեցինք, երբ որ Հորդանանից անցանք այն կողմ։ Ինչ պիտի լինի, ինչ պետք է անենք, դեռ ոչ մեկս չգիտեր, բայց մենք հավատքով գնացինք Հորդանանից այն կողմ։ Եվ Հեսուն շրջվեց և մի հրաշալի խոսք ասեց մեզ. չվախենաք, որովհետև երբ որ շրջենք պարիսպների շուրջը, նրանք իրենց պիտի փուլ գան, ամեն փառք Տիրոջը։ Ես այստեղ մի միտք խորհեցի. Տեր, եթե իմ հայրերը, եթե իմ նախնիներն էլ իմանային, որ պարիսպների շուրջը շրջելուց նրանք իրենց փուլ կգան, Տեր, նրանք էլ կգային, նրանք էլ կհամաձայնվեին, նրանք էլ կհամարձակվեին գալ, Տեր, ինչու նրանց չասեցիր, որ այսպիսի հրաշք էր սպասվում, ինչու։ Եվ Տերը պատասխանեց մեզ. ես ձեզ երբ ասեցի, որ պարիսպները շուռ կգան։ Հորդանան անցնելուց, ձեր հավատքի քայլը անելուց առաջ, թե հետո։ Տեր, դու մեր հավատքի քայլը անելուց հետո խոսեցիր մեզ։ Փառք ես։ Եվ մենք էլ շատ հաճախ ասում ենք, այս ասումեններին ասում են, լսար որ։ Եվ մենք էլ հաճախ ասում ենք, Տեր, ինչ կլինի։ Տեր ասում է, ես ձեզ հետ եմ։ Տեր, ինչու ես ասում մեզ հետ ես, միթե վատ օրեր են սպասվում։ Ես ձեր հետ եմ։ Տեր, այս քո խոսքը մեզ վախեցնում է։ Գուցե ասես ինչ է լինելու։ Տեր ասում է, ինչ կապ ունի, թե ինչ է լինելու, եթե ասում եմ, ես քեզ հետ եմ։ Բայց մենք հասկանում ենք, որ եկել ենք մի իրավիճակի, մի կարգավիճակի մեջ, որտեղ Տիրոջ ներկայությունը, որտեղ Տիրոջ խոստումը մեզ ավելի քիչ բան է տալիս, քան այն, ինչ հաղորդում է հեռուստացույցը։ Ով կասի, այդպես է։ Իսկ ինչու նրա ներկայության խոստումը մեզ քիչ բան տվեց։ Նրա ներկայության խոստումը մեզ քիչ բան տվեց, որովհետև մենք կամեցանք, մենք ցանկացանք, մենք աղոթեցինք գուցե, որ Տիրոջ ներկայությունը գա մեր ներկա իրավիճակի մեջ, առանց փոխելու մեր իրավիճակը։ Տեր, թող առատանա քո ներկայությունը մեր մեջ, բայց մենք ոչինչ փոխելու չունենք մեր կյանքում։ Տեր, թող առատանա քո խոստումները մեր կյանքում, բայց քո պատվերները, դե գիտես, Տեր, մարմնի մեջ ենք, աշխարհի մեջ ենք։ Նրանք տեսել էին իրենց փոխարեն պատերազմող Աստված, բայց չհամարձակվեցին լինել այն Աստծու հետ, որը ոչ թե իրենց փոխարեն, այլ իրենց հետ։ Թող Տերը ողորմություն անի, որպեսզի մենք փոխվենք, շտկվենք, այն ինչ որ հասարակ ենք նայել, այլևս հասարակ չնայենք, որպեսզի նրա ներկայությունը մեր կյանքում տեղ ունենա։ Նրա խոսքը եւ պատգամը, որը գուցե շատ թույլ է հնչում։ Ուզում եմ մի պահ տեղափոխվենք Ծննդոց գիրք,
նրա խոսքը։ Երբ որ հրեշտակները Ղովտին, նրա կնոջը եւ երկու աղջիկներին հանեցին Սոդոմից, հետևյալն ասեցին. Սարը բարձրացեք, ճանապարհին մի կանգնեք եւ ետ մի նայեք։ Տեր Աստված, ինչու այդքան կարճ, ինչու այդքան հակիրճ, միգուցե մանրամասը ներկայացնեիր, որ հետ նայելը կյանք կարժենա, հետ նայելը մահ արժի, սիրելի հրեշտակներ, ինչու չասեցիք, ես ձեզ չասեցի, ետ չնայեք, դե մի քիչ ճոխ, մի քիչ մանրամասը, մի քիչ առատ, մի քիչ ասեիր։ Եվ շատ ժամանակ մենք հասկանում ենք, որ այսպես մարդը վերաբերվեց Տիրոջ խոսքին։ Գեթսեմանի պարտեզում, երբ որ Տերը պատվիրեց այստեղ մնացեք, արթուն կացեք, հսկեցեք։ Եվ ասում է, ետ եկավ եւ տեսավ աշակերտներին քնած։ Աղոթքաժողովի ժամանակ Սամվել եղբայրը մի հետաքրքիր միտք ասեց. Ինչ եք կարծում, կքնեին աշակերտները, եթե հանկարծ իմանային ինչ կարևոր օր է դա։ Տեր, դու ասեիր ինչ պիտի լինի, դու ասեիր ինչ օր է, որովհետև քո խոսքը, քո պատվերը մեզ համար հետևանքով է ախր ասեիր, որ սա մատնության գիշերն է, ախր ասեիր, որ սա դարերով կխոսացվի, ախր ասեիր, որ աղի արձան, ախր չուտես այն ծառից, չուտես։ Եվ հասկանում ենք, երբ որ Տերը մեզ ասում է, այս անձեռոցիկը այստեղից չվերցնես, մենք մարդիկը սկսում ենք նայել, թե ինչու։ Մինչդեռ պետք է նայենք, ով էր նա, որ ասեց մի արա։ Ոչ թե ինչ հետևանք, ինչու, ինչ պիտի լինի, այլ ով էր նա, որ ասեց մի արա։ Ով էր նա, որ ասեց աղոթի։ Եվ այս աղոթքի պատվերը մի շատ հետաքրքիր տեղ ուզում եմ կանգնել այստեղ։ Աղոթի։ Գիտեք, ընկերներ, մենք այս աղոթքաժողովի ժամանակ մի շատ հետաքրքիր ընթացքով անցանք։ Երբ որ ճանաչում ենք Աստծուն, հասկանում ենք մի բան, որ դու Աստծո վրա ոչինչ ավելացնել չես կարող։ Դու ոչ մի ջանքով նրան քո հանդեպ փոխել չես կարող։ Տերը կատարյալ հոգատար է քո հանդեպ։ Տերը կատարյալ հոգատար է քո հանդեպ այնպես, ինչպես քո թշնամիների։ Որովհետև նա ոչ թե սիրում է, նա սեր է։ Նա սեր է, նա լույս է։ Ոչ թե նա սիրում է, ապա նա հենց սերը ինքն է։ Նա չի կարող որևէ մեկի հանդեպ այլ լինել, նա կատարյալ է։ Բայց այլ բան կլինի ոչ թե նրա հոգատարության մեջ, այլ քո աղոթքի։ Եթե քո աղոթելու եւ չաղոթելու մեջ տարբերություն չկա, անիմաստ է այս պատվերը աղոթի։ Եթե աղոթելու եւ չաղոթելու մեջ տարբերություն չկա, ինչու պատվիրել աղոթի։ Երբ որ ամեն բան կարգին է։ Երբ որ դեռ ոչինչ չի սկսվել։ Երբ որ դեռ ոչ մի իրադարձության առաջ կանգնած չենք։ Եվ ինչ աղոթենք, Տեր, հայտնի մեզ քո կամքը, ինչի համար ես ուզում աղոթենք։ Եվ մի հետաքրքիր միտք, որ նաև այս աղոթքաժողովին մենք հասցրեցինք հասկանալ,
Երբ որ Տերը քեզ ասում է աղոթի Վահան եղբոր համար, դու սկսում ես աղոթել Վահան եղբոր համար եւ ասում ես փառք ես Տեր, ես աղոթեցի նրա համար եւ նա օրհնվեց, եւ Տեր ասում է ոչ։ Ոչ թե դու սկսեցիր աղոթել Վահանի համար, ոչ թե դու սկսեցիր աղոթել քո երկրի համար եւ նա օրհնվեց, այլ ես ուզում էի օրհնել, ես ուզում էի այցելել, ես ուղակի փնտրեցի, գտա մեկին, ով կսկսեր աղոթել, նա է հեղինակը ամեն օրհնությունների։ Ուրեմն, այս պատգամից, այս պատմությունից ինչ հասկացանք։ Վստահել Տիրոջը նշանակում է սպասել նրան մեր սպասումներից, ակնկալություններից այն կողմ։ Վստահել Տիրոջը նշանակում է լինել այն կոչումի, այն ծրագրի մեջ, որտեղ նա է կանչել քեզ։ Մի կարևոր բան կա այս պատմության մեջ, Իսրայել ժողովուրդը փնտրում էր Տիրոջը իր ապահովությունների մեջ։ Ուշադիր լինենք, հարգելիներս։ Ելից 15:5-6-ում ասում է. «Արդ, եթե ուշադիր լինեք իմ այս ասածին, եւ պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը, դուք կլինեք ինձ համար քահանաների թագավորություն եւ սուրբ ազգ, այս ամենը հաղորդիր Իսրայելի որդիներին։ Դուք ինձ համար կլինեք քահանաներ, դուք ինձ համար կլինեք իմ ծառայողները։ Խնդրեմ, եկեք տրամաբանենք, եկեք մտածենք, որ իսրայելացին դուրս կգար այս պատվերի համար, դու գնում ես, որ դառնաս քահանա։ Տերը գիտի ինչպես տանի մեզ։ Եվ մի հետաքրքիր միտք, որով էլ կավարտեմ այսօրվա այն միտքը, որ ուզում էի կիսվել ձեզ հետ։ Հարց, ինչ անենք հիմա։ Ինչ անենք, որպեսզի լինենք նրա ապահովության, նրա հովանու տակ։ Ինչպես ապրենք, որպեսզի վստահենք նրան։ Մեզ այստեղ օգնության է հասնում հենց նույն խոսքը. եթե ուշադիր լինեք, իմ խոսքին դուք կլինեք քահանաներ։ Հարգելիներս, մենք շատ ժամանակ Իսրայել ժողովրդի նման ամեն անգամ ապահովություն ենք ակնկալում Տիրոջից։ Մեր աղոթքները ավելի շատ կենտրոնացած են նրա վրա, որ մեր առջև խոչընդոտներ չլինեն, Տերը հարթի, ոչ թե նրա վրա, որ Տեր զորացրում ես, որպեսզի անցնենք այդ արգելքներից։ Երանի է նա, ով փորձության մեջ հավատարիմ գտնվի։ Իսկ մենք ապահովություն, բարեկեցիկություն նման բաներ ենք ակնկալում Տիրոջից։ Փնտրենք մեր կոչումը, փնտրենք մեր անելիքը։ Երբ որ վերջնականապես դուրս եկանք, գնացինք, նվաճեցինք Քանանի երկիրը, հանգստացավ ժողովուրդը, խաղաղվեց, բայց Հեսու 18:1-ում ասվում է. Հեսուն հավաքեց ժողովրդին եւ ասաց. մինչև երբ եք նստելու եւ վերջեք կենալու, վերցնելու այն, ինչ որ Տերը ձեզ է տվել։ Ժողովուրդը ապահովություն եւ խաղաղություն էր գտել։ Ժողովուրդը խաղաղություն էր գտել պաշտամունքի այցելելով։ Ժողովուրդը ապահովություն էր գտել պաշտամունքի ներկա լինելով, տասանորդ տալով, չբացակայելով, խմբակների ներկա լինելով, մենք ապահովություն էինք գտել, բայց հնչեց խոսքը. մինչև երբ։ Իսկ մինչև երբ հանդուրժենք այն պարտությունները, որ կա մեր շուրջը։ Մինչև երբ հանդուրժենք այն մարդկանց այստեղ չգտնվելը։ Մինչև երբ։
Մինչև երբ հանդուրժենք այն պարտությունների հետ, որ կա մեր կենցաղի մեջ, մենք չենք կարող Տիրոջ ներկայությունը փնտրել խորապես չապաշխարելով ամեն մի արդեն կենցաղ դարձած մեղքից։ Դե սովորենք, որ քաղաքականությունից խոսում են, մենք էլ ասում ենք, բա այն ժամանակ լավ էր, որ ընկերներ, մի հետաքրքիր միտք նախանցած պաշտամունքի ժամանակ ես վերցրեցի Արտուր եղբոր պատգամից։ Պողոս Առաքյալը երբ ասում է Աստված նրանց բնակության սահմաններ հաստատեց, որպեսզի իրեն փնտրեն։ Իսկ երբևէ մտածել ենք, Տեր, Ադրբեջանի հարևան, Թուրքիայի հարևան, այս տեղը մեզ տվեցիր նրա համար, որպեսզի մենք քեզ փնտրենք։ Մենք Տիրոջը փնտրելու այս պատգամը, մենք Տիրոջը փնտրելու այս ակնկալիքը, Տիրոջ օրհնություններին խոսալու փոխարեն սովորենք մտնել քաղաքական վեճերի մեջ։ Սովորել ենք արդեն խոսալ այն դատարկ թեմաները, որ վայել չէ մեզ։ Սովորել ենք հանդուրժել այն կենցաղը, որի մեջ այդքան էլ նա Տերը չի։ Սովորել ենք, հարմարվել ենք, սովորել ենք, բայց խոսքը մեզ հնչում է, պատգամը, մինչև երբ։ Եկեք ապաշխարենք, եկեք լրջագույնս փնտրենք ամեն մեկս մեր կոչումը, եկեք սիրելի եկեղեցի, լրջագույնս փնտրենք մեր այն պայքարելու տեղերը, որտեղ դեռ նվաճած չի, որովհետև մի կարևոր բան եմ ուզում նաև ասել և կխնդրեմ արդեն փառաբանությունը բեմ գա։ Սիրելի ժողովուրդ, այն մեղքերը, որոնք հանդուրժեցինք, որ մեր կենցաղում լինել, մի օր դրանք կմեծանան և մեր թշնամիները կդառնան։ Այն ազգերը, ում հետ Իսրայելի ժողովուրդը խնամություն արեց, հանդուրժեց, սովորեց, մի օր նրանց գլխին պատուհաս դարձան։ Այնպես որ եկեք լրջագույնս ապաշխարենք մեր կենցաղից և ամեն մեկս փնտրենք մեր կոչումը։ Գուցե մարդիկ կմտածեն, որ ես ոչ բեմ եմ ելնում, ոչ խմբակի պատասխանատու եմ, ոչ երիտասարդացում, ոչ մանկականում, ես իմ աշխատանքն ունեմ, իսկ ինչ է Տերը պահանջում քեզ քո աշխատանքի մեջ։ Իսկ ինչ է Տերը քեզնից սպասում այն կենցաղի մեջ, որի մեջ կաս։ Ամեն։